Դրախտում, երբ ամեն ինչ մաքուր էր ու կատարյալ, նա Ադամը, մարդկության առաջնեկը, մենակ էր զգում իրեն, ճնշված և անուրախ։ Աստված նայելով նրան ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։ Ստեղծելով Եվային, սահմանեց նրանց ամուսնության միությունը և օրհնելով նրանց, ասաց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը և տիրեցեք դրան»։ Ասել է, թե պսակը հիմնադրվեց դրախտում և առ այսօր պահպանում է իր աստվածային խորհուրդը։ Մեր օրեր հասած պսակի խորհուրդը ենթադրում է պայմաններ, որոնցով կատարվում է եկեղեցական կարգը։ Ընդհանրապես պսակող զույգերը պետք է ֆիզիկական և հոգևոր հասունություն ունենան, պետք է որոշակի պատկերացում ունենան։ Մենք փորձառությամբ գիտենք, որ մարդը քանի մի իրողության մեջ չի հայտնվել, միևնույնն է, ինքը ինչ համոզում էլ ունենա, դժվարություն է ունենալու։ Նախքան այդ դժվարությունը ճաշակելը, հետևապես մարդը որոշակի պաշար պիտի ունենա, որոշակի համոզում պիտի ունենա, որպեսզի խնդիր ծագելու պարագային այդ փորձությունները փորձանք չդառնան, ընդհակառակը վերածվեն հոգևոր փորձառության, վերածվեն օգնող, օժանդակող, նպաստող եղանակի միջոցի, մինչև որ ուրեմն մարդը իզորու կլինի կրկին ամրանալու, կրկին հաստատվելու, վերահաստատվելու իրեն ընձեռվածի մեջ։ Պսակադրությամբ պատրաստվող տղամարդն ու օրիորդն անպայման պետք է մկրտված և դրոշմած լինեն հայ առաքելական եկեղեցում։ Պսակը այր ու կնոջ ամուսնության խորհուրդն է։ Պսակի խորհրդով երիտասարդ զույգը օծյալ քահանայի աղոթքով ու օրհնությամբ ընտանիք կազմելու նպատակով միավորվում և ստանում է Սուրբ Հոգու շնորհները։ Ամուսնությունը հիմնավորվում է ողջախոհության վրա, որովհետև նրա նպատակը որդեծնությունն է, նաև հոգևոր մարմնական միավորումը, երբ մեկը մյուսին փոխադարձորեն լրացնում է և օգնում։ Պսակն ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտն է Աստծո և հանրության առջև։ Խորհուրդը կատարվում է եկեղեցում, ժողովրդի և խաչեղբոր վկայությամբ։ Խաչեղբայրը կամ կնքահայրը Փեսայի և Հարսի օրինավոր ամուսնության պաշտոնական վկան է, ով արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բռնում է նրանց գլխավերևում։ Ամուսնության արարողությունը կոչվում է Սուրբ Պսակ, որովհետև Փեսայի և Հարսի գլխին թագ կամ պսակ է դրվում, Փեսան կոչվում է թագավոր, իսկ Հարսը թագուհի։ Պսակի արարողության ժամանակ Հարսի սպիտակ զգեստները խորհրդանշում են Ադամի և Եվայի լուսեղեն զգեստները։ Եկեղեցական ամեն օր չէ, որ կարելի է կատարել պսակի խորհուրդը։ Պսակի խորհրդի վերաբերյալ ամենատարածված սահմանափակումն առնչվում է մայիս ամսվան, իսկ մայիս-վայիս արտահայտությունը սնոտիապաշտության դրսևորում է։ Իբրև կանոն մենք պսակադրություն չենք անում ավագ շաբաթվա ողջ ընթացքին և չենք խրախուսում մեծ պահքի ընթացքին տեղի ունեցող ամուսնությունները, բայց որպեսզի այս ամենը ժողովրդի մեջ առավել տարածում գտնի և ամրագրվի, հիմա եկեղեցի հաճախող հավատացյալների համար սրանք որոշակի են։ Ոչ մեկի մտքով երբևէ չի անցնի, որ ինքը ավագ շաբաթվա կամ մեծ պահքի ընթացքին եկեղեցի կա պսակադրվելու նպատակով։ Բայց որպեսզի մեր ժողովրդի համար որոշակի լինի, մեր ժողովուրդը պիտի պահի կապը եկեղեցու հետ, պիտի լավատեղյակ լինի մեր եկեղեցու տոնացույցին, պիտի հաճախի եկեղեցի, որպեսզի ընթացս յուրացնի բոլոր կանոնները, պայմանները, որպեսզի մեր ժողովրդի համար են սահմանված, ինքնանպատակ չեն։ Պսակի խորհրդին պատրաստ երիտասարդների օր առաջ հանդիպումը խորհրդակատար քահանայի հետ բոլոր հարցերի պատասխանը կտա։ Մեր նախորդ հաղորդումներից գիտենք, որ արարողության ընթացքում քահանան օրհնում է մատանինները, որոնք պսակի ընթացքում նշանադրվողները աջ մատնեմատից հանում են և դնում ձախ մատնեմատնին։ Եգիպտոսի մասին անտիկ մի շարադրանքից գիտենք, թե ինչու է ընդունված մատանիները կրել հենց մատնեմատի վրա։
Ավանդության համաձայն հին հույներն ու հռոմեացիները մատանին կրել են ձախ ձեռքի ճկույթին մոտ մատի վրա։ Դրա պատճառը Եգիպտոսում ընդունված մարդու մարմինը երկատելու եւ բացելու սովորության ժամանակ հայտնաբերվել է, որ հենց միայն այդ մատից է դեպի սիրտ գնում շատ բարակ մի նյարդ, ինչի պատճառով էլ տեղին է ճանաչվել այդպիսի զարդը կրելու պատվին արժանացնել հենց այդ մատը, որպես մարմնում սրտին մոտ ամենակարևոր հաղորդակից։ Պսակի բաղադրիչներից թագերը, որ դրվում են նորապսակների գլխին, խորհրդանշում են աստվածապարգև շնորհները։ Նույն բաժակից գինի խմելը նշանակում է, որ նորապսակները պարտավորվում են միասին հաղթահարել իրենց համատեղ կյանքի ուրախություններն ու դառնությունները։ Պսակվող զույգն անհրաժեշտ պարագաների թվում եկեղեցի է բերում նաև 2 մոմ, ու դրանք արարողության ընթացքում բռնում են հրեշտակի պես 2 անմեղ աղջնակներ։ Սա ևս ունի հետաքրքիր մեկնաբանություն։ Պիտի դիմեմ Խրիմյան հայրիկին, տարածված տեսակետ կամ մեկնություն կա, որ դրախտում, երբ որ տեղի ունեցավ Ադամի ու Եվայի հարսանեկան արարողությունը, վկաները կամ հանդիսականները հրեշտակներն էին։ Ընդհանրապես մեր ողջ կյանքի ընթացքում շատ ու շատ դեպքերում մենք կրկնում ենք, վերապրում ենք, վերարթնացնում ենք պատմական շատ իրողություններ, իրադարձություններ, այդ թվում ու մասնավորաբար ուրեմն Աստվածաշունչ Մատյանի մեջ տեղ գտած իրողությունները։ Եվ ինչպես որ Ծաղկազարդի պարագային Քրիստոս մուտք է գործում Սուրբ Երուսաղեմ քաղաք, եւ մարդիկ փաստելու, հավաստելու համար իրենց հարգանքը ըսկեստներն են փռում, ոտքերի տակ վերցնում են ծառերի ճյուղեր եւ այս ձևով արտահայտում են իրենց բերկրանքը։ Ներկայումս ամեն անգամ ուրեմն Ծաղկազարդի տոնին մենք եւս ճյուղեր ենք վերցնում, ճյուղեր ենք օրնում կրկնելու, առարկայական դարձնելու, պատկերավոր կերպով մատուցելու եւ վերապրելու այն զգացողությունը, այն իրողությունը, որը դիցուկ տեղի ունեցավ Քրիստոսի Սուրբ Քաղաք մուտքի ընթացքին։ Այս դեպքում եւս ուրեմն կամ մանուկների ներկայությամբ անշուշտ պարտադիր պայման չէ, կամ մոմերի արկայությամբ մենք եւս ուրեմն փաստում հավաստում ենք եւ նաեւ այս ամենը ուղեկցելով աղոթքով փորձում ենք ապրել, վերապրել ուրեմն պսակադրվողների հետ իրենց ուրախությունը, ինչպես նաեւ անպայմանորեն հորդորում ենք, որպեսզի վերջիններիս ուրախությունը փոխակերպվի հոգեվոր ուրախության եւ ամբողջանա պատասխանատվության զգացումով։ Պսակի խորհուրդը կատարելու իրավունք ունի օծյալ քահանան, այր եւ կնոջ միավորությունն օրնվում եւ կնքվում է Աստծու անունով եւ ըստ ավետարանի Աստծու միացրածը մարդը թող չբաժանի։ Ընտանիքի ավանդական հաստատությունը չի ենթադրում բաժանում։ Թեև մենք այսօր ականատեսնենք, որ նաև որոշ եկեղեցիներում, որոշ եկեղեցականներ նաև բաժանում են անում, հաշվի նստելով դժվարությունների հետ։ Բայց գիտենք, որ պսակը իր էությամբ եւ բովանդակությամբ անկրկնելի խորհուրդ է։ Մեկանգամյա խորհուրդ է։ Պսակվողները ցկյանս խոստանում են միմյանց տեր, պաշտպան, օգնական լինելու։ Եվ իբրև հաստատում նաև ընթերցվում է ավետարանից այն, ինչ որ Աստված միացրեց մարդը թող չբաժանի հրահանգը, ոչ բադահականորեն շեշտելու, ցուցանելու համար, որ վերջիններից միության երաշխավորը ըստ էության Աստված է, վերջիններից միության օրհնողը ըստ էության Աստված է։ Բադահական չէ, որ դեռևս 13-րդ դարում Հովհաննես Ծործորեցին ընտանիքի հաստատությունը խաթարողներին բնորոշում է իբրև աստվածամարտների եւ բորնիկների, այսպիսի կոպիտ բնորոշում է տալիս։ Նաեւ մովսիսական օրենքի դրույթներում տեսնում ենք, որ եթե ընտանիքի անդամներից մեկը եւ անգամ եթե երկուսը հավատարիմ չեն իրեն ուխտին, հին ուխտը հորդորում է, որպեսզի վերջիներս կյանքից զրկվեն։ Ու այս բոլոր անդրադարձները կոչված են մեկ անգամ ընդմիշտ ուրեմն փաստելու, թե որքան
կարևոր գործառույթ ունի ընտանիքը, որովհետև ըստ էության ընտանիքի հաստատությունը կրկնում է կամ հիմնված է Սուրբ Երրորդության գաղափարի վրա, Սուրբ Երրորդության անձերի հարաբերությունների կրկնությամբ եւ ինչպես որ Երրորդության անձերն են գտնվում միմյանց նկատմամբ ներդաշնակության, համերաշխության մեջ, դավանանքի այդ սկզբունքի վրա հիմնված ընտանիքը եւս պարտք ունի եւ պետք ունի ուրեմն նվիրականության, նույնքան նվիրականության, համերաշխության եւ սրբության մեջ պահելու, պահպանելու իր վավերականությունը հանրության մեջ։ Աստծո միացրածը մարդը թող չբաժանի, հրահանգում է ավետարանը, բայց մարդն օժտված է ադամական մեղքով եւ պատահում են նաեւ ամուսնալուծության դեպքեր եւ ի դեպ դրանք կարող են լինել օբյեկտիվ պատճառներով։ Դժբախտաբար մարդը մարդկությունը իր կատարյալ աստիճանին չի գտնվում եւ ամենտեղ լիությամբ, լրիվությամբ չեն կենցաղավարում համայնքները, ձևավորված չեն համայնքները, որովհետև համայնքների, ձևավորված համայնքների պարագայում եւ հավատացյալը եւ եկեղեցականը քաջատեղյակ են միմյանցից։ Մեկը մյուսի կյանքի մեջ ուրեմն դերակատարություն ունենալու եւ հնարավորություն ունի եւ պատեհությունը։ Այդուհանդերձ փաստենք, որ նաեւ դեպքեր կան, որ մարդիկ իսկապես բաժանվում են խելագարության պարագային եւ անհնազանդության, դավաճանության պարագային, եկեղեցին արտոնում է որպեսզի բաժանում լինի։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ որ մեկը կողակցին կորցրել է, բայց սա փոքր-ինչ անձնական, ներանձնական խնդիր է։ Այս պարագաներում մենք չենք ընդդիմանում, որովհետև Աստվածաշնչում գոյություն ունի հորդորը, որ եթե մեկը ուզում է այրի մնալ, մնում է, չի ուզում, չի մնում, հետևաբար մենք էլ մարդկանց կյանքի վրա չենք բռնանում։ Ավելին ասեմ, անգամ դավաճանության պարագային, եթե հոգևոր դիտանկյունից նայելու լինենք, հայելու լինենք այս հարցերին, կրկին ուրեմն Պողոս առաքյալը մեր ուշադրությանն է հանձնում այն հանգամանքը, որ տղամարդը եւ կինը իրարով սուրբ են եւ իրարով սրբված են եւ իրարով մաքրվում են։ Նկատի ունեմ, եթե անգամ ամուսիններից մեկը ուրեմն աչքի է ընկել աննազանդությամբ, բայց եթե ամուսինները հնարավորություն եւ ցանկություն ունեն հասկացվելու, ներելու, հոգևոր դիտանկյունից որևէ մեկը իրավունք չունի վերջիններից հայբանելու, հիշեցնելու, հիշել տալու իրենց կյանքում կատարված։ Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև սպասավոր, իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն, իր սիրով հնազանդվելով ամուսնուն։ Այսպիսի ընտանիքում աճեցեք եւ բազմացեք Աստծո պատվիրանը պսակվում է օրհնությամբ եւ առաջնորդվում ողջախոհությամբ։